Լոռու մարզի բոլոր այգիներն ու բանջարանոցները մեկ օրում տեղափոխվել են Ստեփանավանի հեքիաթ հանգստի գոտի։ Անցած տարվա համեմատ այս տարին բերքարատ էր, գյուղացիների տրամադրությունն էլ բարձր։ Այս տարի պետական աջակցությունը գյուղատնտեսության ոլորտի վրա դրական ազդեցություն ունեցավ։ Բերքի տոնը հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջան բերեց ոչ միայն մասնակիցներին, այլև տոնախմբության սիրահար բազմաթիվ լոռեցիների։ Յուրաքանչյուր տաղավար առանձնահատուկ էր, ոչ ոք զարմացնելու առիթը բաց չէր թողել։ Օրինակ Դսեղի տաղավարն ապշեցնում էր հսկա դդմիկով, իսկ քիչ հեռվում հենց տեղում տնական օղի էին թորում։ Հատապտուղները մասնակցել էին շինարարական աշխատանքի, դրանցով Հոբարձիի տաղավարում տուն էին կառուցել։ Անցած տարվա համեմատ շատ լավ է, դե կուզենանք ավելի լավ լիներ, դե բնության տված է, ինչքան որ տվել է փառքաստու, գոհ ենք, նորմալ է։ Այսօր ներկայանում ենք մեր բոլոր մտքերով, մեր օձունի ուտելիքներով։ Ես կասեի, բոլոր կուլտուրաները այս տարի վատ չեն։ Միջին բերքատվություն ապահովեցին, նորմալ էր։ Փառքաստու, ով աշխատեց, ունեցավ, եւ ով հնարավորություն ունեցավ, մասնավորապես սերմաց ունեցավ, գյուղտեխնիկան հնարավոր եղավ, որ արդյունավետ օգտագործի, բերքը հարմար եղավ, տարին մեզ չդավաճանեց։ Մնում է, որ մենք ունենանք հետագայում էլ գյուղատնտեսության զարգացման նպատակով լավ սերմաց ուներ, լավ անաստատեսակներ, ցեղային, որպեսզի գյուղացին կարողանա եւ մտադիր է ոտքի կանգնել։ Այս տարի ոնց որ այտենց վատ բերք չենք ունեցել։ Այս տարվա տարին բարեհաջող ա եղել։ Անցած տարվա համեմատ այս տարի գյուղացիների տրամադրությունն իսկապես բարձր էր։ Մարզում շարունակվում են agrarային բարեփոխումները։ Դրանք ուղղված են հողերի խոշորացմանը, բերքատվության բարձրացմանը, գյուղատնտեսական ապրանքների ներկրմանը եւ այլն։ Ընթացիկ տարին բարենպաստ էր գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման համար։ Ռուսաստանի Դաշնությունից ներկրած աշնանացան ցորենի եւ գարու բարձրորակ էլիտար սերմացուներից մարզի առանձին համայնքներում 1 հեկտարից ստացել էին 58-ից 68 ցենտներ հացահատիկ։ Յուրաքանչյուր տարի 10-ից 15 հեկտարով ավելանում են նորատունկ այգիները։ Փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն արձանագրում է. գյուղատնտեսությանն ուղղված պետական աջակցությունը դրական արդյունք տալիս է, եւ գյուղատնտեսական վարկերի եւ սերմացուների ներկրման ծրագրերն արդյունավետ էին։ Այն ինչ որ արել ենք վերջի 1-1.5 տարվա ընթացքում գյուղատնտեսության աջակցելու համար իր արդյունքները տալիս է։ Համենայն դեպս այն նոր առիթ ունեցա նաև Ակբա կրեդիտ բանկի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ քննարկելու փաստորեն բնակչությանը միայն Լոռիում մոտ 200 միլիոն դրամ այդ սուբսիդավորվող վարկային ռեսուրսներ է բաշխվել այն իմաստով վարկեր են տրամադրվել։ Ես կարծում եմ դրանք են օգտակար եղել։ Սերմն արտադրության այդ ծրագիրն է բավականին մեծ արդյունք տվել։ Նոր քննարկում ենք օրելի պահանջարկ կա, եթե կառավարությունը կարողանա այլ ավելի կաջակցի եւ այլն։ Ես կարծում եմ ընդհանուր առմամբ այս տարի գյուղատնտեսությունում ոչ ամենամեծ հաջողություններն են արձանագրել, բայց նախորդ տարիների համեմատ կարելի է ասել, որ մենք արդեն դրական տեղաշարժ ունենք եւ ես հույսով եմ, որ այս միտումները պահպանելու ենք։ Ձեռնարկված քայլերը բավարար չեն, կառավարությունը հետևողական է, բացթողումները շտկվելու են։ Բացթողումներ շատ կան, ամեն դեպքում եթե դուք եք ինքներդ շրջեք, զրուցեք մեր գյուղացիների հետ, դեռ շատ անելիքներ ունենք, սկսած ենթակառուցվածքների զարգացումից, ոռոգման համակարգեր, մթերումներ, վերամշակման վերջացրած հակակարկտային կայանների տեղադրումից եւ նմանատիպ այլ խնդիրներ։ Դրա համար փորձում ենք բոլոր խնդիրները պարզ է միանգամից լուծել հնարավոր չի, բայց եղած ռեսուրսների շրջանակներում պետք է քայլ առ քայլ շարժվենք առաջ։ Այնպես որ ես կարծում եմ գլխավորը, որ մենք գիտակցում ենք ոլորտի կարևորությունը, հասկանում ենք, որ բնակչության մեծ զգալի մաս իր եկամուտները ձևավորում է գյուղատնտեսությամբ զբաղվելով, դրա համար այս ուշադրությունը մշտապես լինելու է կառավարության ուշադրության, երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զարմացրեց հետաքրքիր նորությամբ։ Մարզում աճեցվելու են արևադարձային պտուղներ։ Գյուղնախարարությունն այս ուղղությամբ արդեն աշխատում է։ Հատուկ մասնագետներն ուսումնասիրելու են Լոռու համայնքներն ու որոշելու թե որ համայնքի կլիմայական պայմաններում որ պտղատեսակը կարող է աճել։ Ներկայացված բերքու բարիքը գնահատող ժյուրիի կազմում մարզպետը շրջել էր տաղավարներով, օգտվել հյուրասիրությունից եւ եկել մեկ եզրակացության։ Բոլոր ուտելիքներն երևի համեղ են, բայց ես այդ
այդքան շատ չեմ ուտում, ինձ թվում է տեսքը տրամադրող է ավելի շատ եւ փորձեցի փոքր փորձել, բայց անկեղծ պետք է ասեմ, որ համերի զգալի տարբերություն այն ինչ մենք ուտում ենք այսօր մեր բնակարաններում կամ քաղաքներում, պետք է ասեմ, որ էկոլոգիապես ամենամաքուր սնունդը այսօր այստեղ է եւ բոլորիդ կոչ կանեմ, որպեսզի դուք ինքներդ օգտվեք եւ կզգաք համի տարբերությունը։ Սա ոչ միայն բերքի կամ բարիքի տոն է, սա նաեւ հնարավորություն է տալիս համայնքներին, որպեսզի կարողանան իրենք համագործակցեն եւ տարբեր բերքի եւ իրենց բարիքների նաեւ փոխանակում կատարել։ Հիմա ունենք դեպքեր, որ չի բացառում, որ երկու համայնքների միջև կնքվի պայմանագիր կամ բանավոր համաձայնություն կան, որպեսզի ասենք կարտոֆիլը փոխեն ցորենով կամ չգիտեմ հակառակը, այսինքն սա համայնքներին հնարավորություն է տալիս այդ բերքի փոխանակությունը ել ավելի արագ կատարել։ Լոռու մարզն այս տարի չի ընդգրկվել գյուղական կարողությունների ստեղծման հիմնադրամի ԻՖԱՏ-ի այգեգործական զարգացման ծրագրում։ Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանին դիմեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետն ու հույս հայտնեց, որ մարզի ներկայացրած բերքի բարիքը տեսնելով նախարարությունն այնուամենայնիվ Լոռին ևս կընդգրկի։ Բերքի տոնին լավագույնս ներկայացած համայնքները հոկտեմբերի 14-ին Լոռու մարզը կներկայացնեն Երևանում կայանալիք համահայաստանյան բերքի տոնին։ Հերմինե Զարմանյան, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր։